Տիկին Մամուլյան, առաջինը որպես փաստաբան անվճար խորհուրդ, եթե նույնիսկ ունեք 50 միլիոնը գերազանցող գույք, որի թղթերի մասին դուք չունեք, մի բարձրաձայնեք, որովհետև օրենքում կարող է առաջանա 5-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետ, որը կասի, որ որևէ տեղ բարձրաձայնել է, որ նման գույք ունի, որի թղթերը չկա, հետևաբար դա հիմք է, որպեսզի գնանք բռնագանձելու։ Եվ ընդհանրապես բոլորին է սա վերաբերվում, բայց այդ ձեր հարցին հիմա մի քիչ ավելի լուրջ պատասխանեմ։ Երբ որ այս օրենքի կիրառությունը քննարկվում էր, իմ կարծիքով այս օրենքը նաև հակասահմանադրական է, որովհետև ինքը ունի խտրականություն էյջիզմ, տարիքից կախված խտրականության է ենթարկում։ Հիմա երբ որ մենք դիտարկում ենք, ես որ սահմանադրական դատարանի որոշումը վաղեմության ժամկետով ցիտեցի, դա ձևական չեմ ցիտել, երկու օրինակ հիմա կցիտեմ, երբ որ ես կոնկրետ գործարքի մասով Պարոն Քոչարյանի գործի հետ կապված չէ, կոնկրետ գործարքի մասով ասում ենք, հեսա պայմանագրում գրված է, վճարվել է 4 միլիոն դրամ, 4 միլիոն 10,000 դրամ 90 քանի թվականին։ Ուղղակիորեն նախատեսված է 4 միլիոն դրամը վճարվել է արժեթղթերով, 10,000 դրամը վճարվել է դրամով։ Գրած այդ պայմանագիրը կա, բերել են, ներկայացրել են, քննարկում ենք։ Ասում է հետո, ասում է դու չունեք 4 միլիոն 10,000 դրամ, ասում են պետք չի ունենալ 4 միլիոն 10,000 դրամ, պետք է ունենալ 4 միլիոնի արժեթուղթ, ասում է արժեթուղթ էլ չունեք ոչ մի։ Ասում են բայց գոնե գիտեք ինչ է, ասում է ինչ, ասում են վաուչեր է, ես էլ եմ փոքր, տենց չէ որ շատ մեծ եմ տարիքով, բայց դատախազը ինձնից մի քիչ էլ է երիտասարդ։ Ասում է ես չգիտեմ, ես այդ ժամանակ նոր էի ծնվել, ցիտում եմ, սա ոչ թե ուրճացնում եմ, ոչ թե հիմա ասում եմ կլինի գնանք մի քիչ տարիքով դատախազ կա, ընդ որում լավ կլինի, որ ինձնից էլ տարիքով լինի, որտեվ իմանա, որովհետև փաստեր կան, որոնք եթե մենք խոսում ենք մարդու մասին, ես հիմա 40 մի քիչ տարեկան եմ։ Եթե մենք խոսենք ինչ-որ մեկի մասին, ով 50-60 տարեկան է եւ իր հիմնական գործունեությունն իրականացրել է 80-ականներին եւ 90-ականներին, համոզված եղեք, որ ուրեմն 80-ական 90-ականներին ձեռք բերված Հյուսիսային պրոսպեկտի, Մաշտոցի պողոտայի 3 սենյականոց բոլոր բնակարանների սեփականատերերը չունեն ապացույցներ, որ այս գույքը ձեռք են բերել օրինական փողերով։ Դուք համոզված եղեք, որ 90-ականներին ապրած բոլոր մարդիկ ինքնին պետքա մահացած լինեին դատախազության ստանդարտով։ Դե տենց է ստացվում, այսինքն ասում դու օրեր ստացել ես այսքան աշխատավարձ նվազագույն զամբողահաշվում եմ պարտքես մնացել։ Ուղղակիորեն պիտի մահացած լինեինք բոլորս։ Ակնհայտ է, չէ՞ որ օբյեկտիվ իրականության մեջ մահացած չենք, կենդանի ենք բոլորս։ Նշանակում է ինչ որ ձև ապրել ենք, կամ ազգը ամբողջությամբ ապօրինի է, կամ իրականում օրենքն է սխալ։ Ես ավելի հակված եմ երկրորդին։ Հիմա երբ որ վերադառնում ձեր կոնկրետ հարցին, ես գտնում եմ, որ սահմանադրական դատարանի որոշումից անկախ Ռոբերտ Քոչարյանի եւ ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետեւ արկա է բոլոր հիմնավորումները։ Այդ դատական այդ փուլին չեն կանցել։ Եվ ես գտնում եմ, որ անկախ նրանից, որ իր մոտ արկա է բոլոր հիմնավորումները, որևէ անձ ներառյալ Ռոբերտ Քոչարյանը եւ ընտանիքը պարտավոր չի դատական գործընթաց անցնի եւ ապացուցի իր կյանքի ընթացքում ձեռբերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը, եթե մենք չենք որոշում ընդունում ոչ թե ինչ-որ sense ընտրովի process իրականացնել, այլ ինչ-որ գործընթաց չի տեղի ունենում, ընդհանրական ամբողջ ազգի բոլոր մարդկանց առանց քրեական գործի, առանց ոչ մի բանի, ինչ-որ մի հատ օբյեկտիվ ստանդարտով պայմանական անունը դնեմ փաստաթղթավորում եք ուզում անունը դրեք, ուզում եք ամնիստիա դրեք, ուզում եք օրինականացում դրեք, ինչ ուզում եք դրեք, այսինքն մի հատ process, որը բավականին խնդրահարույց է, բոլոր երկրները ով որ դա արել են, ունեցել են կորուստներ, ոչ թե աճ։ Բոլոր քաղաքացիները, ովքեր ակնկալել են, որ այս գործընթացի արդյունքում իրենց բարեկեցությունը պետք է լավանա, իրականում վատացել է։ Այդ բոլոր մարդիկ էլի լավ են մնացել, մնացածինը վատացել է։ Դրա համար ես վերադառնալով հարցին, ես բոլոր գործերով, այդ թվում նաև երկրորդ նախագահի գործով, բայց բնացած բոլոր գործերով միջնորդելու են, որ ըստ էության մերժվի, հայցադիմումները, մանդ ձևակերպումները, որը կլինի կքննարկենք, կհամաձայնեցնենք, բայց չի կարող այս վարույթները շարունակվել։ Սա զուտ որպես մոտեցում, բայց ես նորից վերադառնալով ոչ մեկին չասեք 50